Միքայել Սրբազանն այս պահին հետազոտությունների փուլում է, վիրահատության օր նշանակելու եւ առողջական գործընթացը կազմակերպելու համար։ 21 TV-ի հետ զրույցում պարզաբանել է Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը նաեւ նշել է, որ իրավական փոփոխություններ չեն եղել, ռեժիմը մնում է նույնը։ Անձը շարունակում է գտնվել կալանքի տակ, պարզապես բժիշկների վերահսկողությամբ։ Տեսակցությունների քանակը եւ պայմանները օրենքով սահմանված նույն շրջանակներում են։ Օրերս Միքայել arczepiskopos Աճապահյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն առողջական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի հիմքով։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծու դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Վարդանյանին նշանակված ադրբեջանցի փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Սակայն թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Հայրենակիցներ էլեկտրոմոբիլի միջից էլեկտրոմոբիլների մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առավոտյան հայտարարել է, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը մաքսային ձևակերպման ներկայացնելու դեպքում ցանկացած էլեկտրոմոբիլ կազատվի ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։ Պապոյանը նաև նշել է, փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ավելացված արժեքի հարկից կազատվեն այն մեքենաները, որոնք արտադրվել են 2024 թվականի հունվարի 1-ից հետո։ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանի Facebook-յան էջում։ Տաթև-Աղվանի ճանապարհին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ, այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։ Հայտնում են նաև, որ ճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Օդինցովոյ դպրոցներից մեկում զինված հարձակում իրականացրած դեռահասը խոստովանել է մեղքը։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, դեռահասը տարված է եղել զենքերով, դեմ է եղել հրեաներին, մուսուլմաններին ու լիբերալներին։ Պարզվում է, դեռահասը բազմիցս հայտարարել է, թե ինչքան է ատում մարդկանց, նրանց անվանելով կենսաբանական թափոններ եւ պնդելով, որ նրանց կյանքն անիմաստ է։ Հարցաքննության ժամանակ 15-ամյա դեռահասն ասել է, որ մարդիկ իրեն վատ են վերաբերվել, զզվելի վարքագիծ դրսևորել։ Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգուժի ստեղծմանը բանակցելու նպատակով կազմակերպող Դոհայի հանդիպմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների եւ Վաշինգտոնի վրա համաժողովին հրավիրվելու նպատակով։ Թուրքիայում գտնվող Մարմարածովն ափից նահանջել է մոտ 20 մետրով։ Տեղատվության հետևանքով ավազե կղզյակներ են առաջացել։ Որոշ տեղերում նավակները խրվել են ափին։ Հնդկաստանի Դելի քաղաքում օդի աղտոտվածությունը սպառնալիք է դարձել երկրի բնակչության համար։ Դելիի բնակիչներին հրահանգվել է չբացել պատուհանները, իսկ դպրոցներում դասապրոցեսը իրականացվում է հեռավար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա եւ դուրս գալ այնտեղից։ Այս մասին Թրամփը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ պետք է ետ վերադարձվի նախկինում ԱՄՆ-ից կողացված նավթը։ Սա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլն է։ ԱՄՆ-ն կասեցրել է Միացյալ Թագավորության հետ $40 միլիարդ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրի իրականացումը, հայտնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի, ամերիկացի պաշտոնյաները դժգոհ են բրիտանական ինտերնետային անվտանգության կանոններից, թվային ծառայությունների հարկից եւ սննդի անվտանգության սահմանափակումներից։ Տեխնոլոգիական բարգավաճման համաձայնագիրը կնքվել էր նախագահ Դոնալդ Թրամփի սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած պետական այցի ժամանակ։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի 15 տարվա ազատազրկման դատավճիռն ուժի մեջ է մտել։ Ուժի մեջ է մտել նաև Ուկրաինայի պետական գվարդիայի նախկին տեղակալի 10 տարվա ազատազրկման դատավճիռը։ Նա դատապարտվել է սահմանից անձանց անօրինական տեղափոխումը եւ դասալքություն կազմակերպելու համար։ Ուկրաինայի նախագահի եւ եվրոպական ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում ներկայացվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինային մշտական ռազմական աջակցություն եւ խաղաղ ժամանակ զինված ուժերի թվաքանակի մինչեւ 800,000 անձնակազմի պահպանում, երկրի վերականգնում եւ վերակառուցում, ինչպես նաեւ Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու համար աջակցություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե Կրեմլը կվերլուծի
գիտելիք եւ ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ եվրոպական առաջնորդների համատեղ հայտարարությունը, երբ կտեսնի այդ տեքստը։